Հարկելի հերոստատիդողներ, այսօր մեր հյուրն է Մարոն Արայք Հարությունյանը, Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Բարի եկած եք։ Բարև ձեզ։ Գուզեմ AMGA հերոստատիդողյանին իմ եւ մեր հերոստատիդողներու անունով բարեկամություն մաղթել ցեզի Լոս Անջելես։ Շնորհակալ եմ եւ շնորհակալ եմ հրավերի համար։ Խնդրեմ։ Պարոն Հարությունյան, գերնակ մեզի հագիչ կերպով բացատրել ձեր այցի նպատակը մեր քաղաքին։ Իհարկե։ Գիտեք, Հայաստանում վերջին տարիներին լուրջ փոփոխություններ են եւ վերափոխումներ են տեղի ունենում։ Եվ այդ ֆոնին մենք նկատում ենք, որ Միացյալ Նահանգներում որոշակի այդպես ապատեղեկատվություն կա տարբեր գործընթացների հետ կապված եւ մեր այցի նպատակն է իրական վիճակը ցույց տալու, իրական Հայաստանի իրական վիճակը ցույց տալու եւ պատմելու դրա մասին, որովհետեւ դուք էլ լավ գիտեք, որ այդ ապատեղեկատվությամբ տարված մարդիկ, երբ որ այցելում են Հայաստանի Հանրապետություն, վերադառնում են եւ ասում, որ մենք միանգամայն այլ Հայաստան տեսանք։ Շատ ճիշտ։ Եվ ես եկել եմ այդ այլ Հայաստանից ներկայացնելու մեր իրողությունները։ Եվ հիմա էլ գիտեք, որ 26 թվականին ընտրություններ պետք է լինեն համապետական հունիսին, եւ կուզեի նաեւ այդ գործընթացների շրջանակում խոսենք եւ մեր հայրենակիցներին ազատենք այդ ապատեղեկատվությունից։ Սյանչերի։ Պարոն Հարությունյան, Հայաստանի ընդդիմությունն ու շատ մեգեղեցականներ այս օրերուն բայկարը եկեղեցի պետություն բայկարը կներկայացնեն որպես պետության բայկարը եկեղեցին թեմ։ Որքան ճշմարտություն կա այս անպաստանության մեջ։ Այդտեղ ճշմարտություն չկա, որովհետև եկեղեցու եւ պետության միջև կառավարության միջև պայքար չկա։ Մենք բոլորս այդ եկեղեցու զավակներն ենք եւ մկրտված ենք այդ եկեղեցում, հետևորդներն ենք եւ մեր խնդիրը այն process-ներն են, որոնք տեղի են ունենում եկեղեցու շուրջ, եկեղեցական որոշ ղեկավարների ուղղորդմամբ, որոնք ըստ էության կրում են հակապետական բնույթ։ Եվ դա տեղի ունենում վերջին 8 տարիների ընթացքում եւ վերջին ամիսներին դրանք առավել սրվել են տարբեր իրադրությունների պատճառով եւ ըստ էության մենք առաջ քաշեցինք նաեւ եկեղեցու բարենորոգման օրակարգը, գիտեք, որ վարչապետը 10 arczepiskoposների, episkoposների, սրբազանների հետ ստորագրել է համապատասխան թուղթը, որովհետև Հայաստանը ինքը շատ լուրջ վերափոխվում է եւ իրական Հայաստանի մեջ իրականում հնարավոր չէ պատկերացնել մի իրավիճակ, որ այն ռեֆորմները, որոնք կարվում են եւ դրանք կապված են նաեւ մեր հանրության հոգեվոր կյանքի հետ, չի կարող հոգեվոր կյանքի բարեփոխումը իրական Հայաստանում մեր պետությունում լինել առանց հայ առաքելական եկեղեցու, որովհետև մեր հանրության մեծամասնությունը այդ եկեղեցու հետևորդ են եւ մենք ունենք մի իրավիճակ, երբ որ միանգամայն այլ արժեքներ են դավանում եկեղեցու հոգեվոր որոշ առաջնորդներ եւ ավելին վարում են հակապետական գործունեություն։ Ես մի օրինակ կարող եմ ձեզ բերել եւ ամեն ինչ շատ པարզ կլինի, դեռ 20 թվականից հետո, պատերազմից հետո եկեղեցին հանդես եկավ մի հայտարարությամբ եւ կոչով, պահանջելով կառավարության հրաժարականը։ Սա արտառոց մի իրավիճակ էր մեր պատմության ընթացքում, բայց մենք այսպես շատ մեծ արձագանք չտվեցինք դրան, որովհետեւ կային համապետական ընտրություններ եւ մենք կարծում ենք, որ հանրությունը պետք է պատասխան տա այդ իրավիճակին եւ 21 թվականի ընտրություններին գիտեք բնակչության մեծամասնությունը մեր քաղաքացիների մեծամասնությունը ասեց այս ուժը պետք է ձևավորի կառավարությունը այն ուժը որի հրաժարականը պահանջում էր կաթողիկոսի աթոռը զբաղեցնող Կտրիչ Ներսիսյանը բայց դրանից հետո այդ խումբը չհանգստացավ
եւ անմիջապես ընտրություններից հետո հայտարարեց, որ իրենք չեն ճանաչում այս կառավարությանը եւ հրաժարականի պահանջը մնում է ուժի մեջ։ Սա ոչ այլ ինչ է, քան հակապետական գործունեություն եւ հետագայում եւ դրանից առաջ էլ պետք է պարզվի, որ այդ մարդիկ իրականում օտար ազդեցությունների տակ են եւ մենք եւ մեր կառավարությունը եւ կարծես թե նաեւ հանրության մեծամասնություն չի կարող հանդուրժել, որպեսզի պետության մեջ պետություն լինի եւ իրավիճակը այն աստիճան սրվեց, որ բերեց այս իրադարձություններին եւ կարծում եմ, որ մենք պետք է համբերատար, հանգիստ մեր եկեղեցու շատ սպասավորների հետ, ընդ որում այս շարժմանը շատերը միացել են եւ բայց դրանք դեռ մեծամասնություն չեն, պետք է հանգիստ գնանք հանգուցալուծման եւ իրական Հայաստանում հոգեվոր կյանքը սպասարկող իրական հոգեվորականներ ունենանք եւ իրական եկեղեցական ղեկավարություն։ Ընդդիմությունը գամփաստան է, թե վարչապետը, մեր վարչապետը բարոն Փաշինյանը կաթողիկոսին արկելեց երկրին հերանալ։ Արդյոք վարչապետն է, թե արդարադատության նախարարությունը արկել դրած է կաթողիկոսի վրա երկրին հերանալու եւ ինչու։ Այդ ընդդիմության օրոք էր, որ իրենց ղեկավարության օրոք էր, որ գործադիրը միջամտում էր ուրեմն իրավապահ մարմինների գործունեությանը։ Հայաստանում իրավապահ մարմինները գործում են իրենց լիազորությունների շրջանակներում եւ գործում են այն տրամաբանության մեջ, որպեսզի թույլ չտան Հայաստանի ազգային անվտանգությանը վնասող գործողություններ եւ իրանց քայլերը անում են։ Ընդդիմությունը թող մտածի իրենց ժամանակների մասին, երբ որ մարդիկ հանիրավի ձերբակալվում էին, գնդակահարվում էին, սպանվում էին, Հայաստանի իրավական պետությունը եւ միջազգային շատ կառույցներ դա ճանաչում են։ Հայաստանը այդ առումով թե խոսքի ազատության, թե իրավական համակարգի զարգացման առումով միջազգային կառույցները արձանագրում են առաջընթաց եւ մենք այդ ուղղությամբ գնալ ենք, այսինքն այստեղ միջամտության հարց չի, այստեղ իրավապահները գործում են իրենց լիազորությունների շրջանակներում։ Քանով Հայաստանի խորհրդարանական ընտրություններում դենք որ հունիս 7-ին տեղի կունենան մեր ընտրությունները։ Գրնակ մեզ վստահեցնել, թե այդ ընտրությունները տեղի կունենան ազատ եւ ապահով մթնոլորտի մեջ։ Դա մենք ապացուցել ենք եւ հերթական անգամ ապացուցելու կարիք չունենք, որովհետեւ ես կարծում եմ, որ 21 թվականին մենք ունեինք շատ ավելի բարդ իրավիճակ, հետպատերազմյան ժամանակաշրջան, հուզումներ հանրության որոշակի շրջանակներում, որոշակի անորոշություններ, բայց նույնիսկ այդ պայմաններում կառավարությունը եւ կառավարող ուժը կամք դրսևորեցին եւ թույլ չտվեցին, որ գեթ մեկ քվեաթերթիկ կեղծվի կամ մեկ ձայն գողացվի։ Վարչապետն էլ բազմիցս ասել է եւ դա այդպես է, դա մեր հավատամքն է, որ մենք մեր երկու ձեռքն էլ կկտրենք, բայց թույլ չենք տա, որ մեկ քվեաթերթիկ կեղծվի, կապ չունի ում օգտին։ Եվ այդ հավատամքը կա եւ մենք այդ սկզբունքով էլ շարունակում ենք։ Ընտրությունները կլինեն ազատ արդար եւ մեր հանրությունը հունիսի 8-ին արդեն ընտրությունների հաջորդ օրը ինքը իր համար կարձանագրի, որ սա այն արդյունքներն են, որի համար ինքը քվեարկել է։ Սյանչելի։ Լավ, ինչու Հայաստանի կառավարությունը դիմեց Եվրոպական միության, որպես այս ընտրություններում վրա խսկե կամ օգնե ճիշտ բարը վստահ չեն։ Նայեք, ինչպես եւ շատ երկրներ տեխնոլոգիաների զարգացման այս դարաշրջանում ենթարկվում է հիբրիդային լուրջ սպառնալիքների։ Եվ Հայաստանի Հանրապետությունը նույնպես սկսած 18 թվականից առավել ուժ գնացավ պատերազմից հետո ամեն օր ենթարկվում է հիբրիդային հարձակումների։ Ինչ տեսք են դրանք ունենում։ Դրանք հիմնականում ապատեղեկատվության տեսքով են, կիբերհարձակումների տեսքով են,
այլ գործիքներ են կիրառվում Հայաստանի դեմ եւ այսօր ըստ էության հարձակումները ոչ այնքան զենքով են, որքան այս գործիքների միջոցով են։ Եվ եվրոպական երկրները, արևմտյան երկրները գործուն միջոցներ ունեն մշակված նման սպառնալիքների դեմն առնելու համար։ Եվ մենք այո տարբեր միջազգային գործընկերների դիմում ենք այդ կազմակերպությունների, պետությունների, որպեսզի մեզ աջակցություն ցուցաբերեն նման սպառնալիքների դեմն առնելու համար, եւ տրամաբանությունը սա է, այստեղ որևէ արտառոց երևույթ չկա, շատ երկրներ միմյանց օգնում են հիբրիդային հարձակումների դիմակայելու համար, ընդ որում ելի եմ ուզում կրկնեմ, Հայաստանը միակը չէ այս խնդրի առաջ, եվրոպական շատ երկրներ են այդպիսի հարձակումների ենթարկվում, ընդհանուր մինչև Միացյալ Նահանգներն են հիբրիդային սպառնալիքների առաջ, ասենք օրինակ ապատեղեկատվության առումով, մենք միջազգային գործընկերների միջոցով զարգացնում ենք մեր ինստիտուտները, որպեսզի ավելի դիմակայուն լինենք նման սպառնալիքների դեպքում, եւ այս է պատասխանը այդ եվրոպական որոշ կառույցների եւ երկրների դիմելու հարցում։ Սկանչել։ Հիմա շուշուկներ կան, որ այս ընդրություններու ժամանակ կամ ամիջապես ընդրություններն առաջ մոտավորապես ոմանք թիվը 50,000-ը մինչև 200,000-ի դադամվի, որ Ռուսիայեն հայերը բիլիկան հայաստանցի քաղաքացիները բիլիկան, որոնք ռուսո մեջ կապրին հիմա, ընդրությունները մասնակցելու եւ իրենց գոմը քվեարկելու։ Գաշարագերություն, սպառնալիքներ եւ այլն։ Որքան ճշմարտություն կա ասոր մեջ։ Մենք այդպիսի տեղեկություններ ստանում ենք, որ նման հավաքագրում է տեղի ունենում եւ ըստ էության սա նույնպես հիբրիդային հարձակման ձևերից մեկն է, որով որոշ ուժեր կլինեն դրանք ներքին քաղաքական ուժեր, թե աշխարհաքաղաքական որոշ կենտրոններ փորձում են ազդեցություն ունենալ մեր ընտրությունների վրա։ Եվ կառավարությունը ուսումնասիրում է այս իրավիճակը, արձանագրումներ է անում եւ բնականաբար իր լիազորությունների շրջանակներում, եթե մենք արձանագրենք, որ նման սպառնալիքները մեծ են, միջոցներ կձեռնարկի, բայց այստեղ շատ կարեւոր է, որպեսզի հանրությունն էլ զգոն լինի եւ շատ ակտիվ մասնակցի ընտրություններին, տեր կանգնի խաղաղությանը, որ հաստատված է Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետության շուրջ, որովհետեւ մենք միանշանակ կարող ենք արձանագրել, որ եթե հանրությունը տեր չկանգնի իր խաղաղությանը, իսկ խաղաղությունը պետք է փայփայել, զարգացնել, որպեսզի այն հարատև լինի եւ հետեւաբար Հայաստանի Հանրապետությունը հարատև լինի, ապա մենք կունենանք խնդիրներ եւ հետեւաբար եթե այդ շշուկները, այդ տեղեկությունները հաստատվեն, ապա սրա դեմը առնելու լավագույն միջոցը այն կլինի, որ մեր հասարակությունը շատ ակտիվ մասնակցի ընտրություններին, քվեարկի հանուն խաղաղության եւ արդեն այդ բերված, այսպես ասած, բերման ենթարկված մարդիկ կամ նրանց քվեարկությունը ազդեցություն չի ունենա ընդհանուր ելքի վրա, բայց մենք ասում ենք նորից որպես գործադիր եւ կառավարություն մենք էլ մեր կողմից համապատասխան միջոցներ ձեռք կբերենք, որովհետեւ այն տրամաբանությունը, որը դրված է այդ տեղեկության մեջ, նշանակում է, որ այստեղ կա եւ կաշառք, այստեղ կա եւ պարտադրանք, այստեղ կա եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի տարբեր հոդվածների խախտման դրվագներ։ Կալով Թրիփը, որ Թրամփի ճանապարհը միջազգային խաղաղության եւ փառքաբաճության համարն է, այս Թրիփը ինչ արավելություններ բիդի դա Հայաստանին։ Այս ծրագիրը իրականում Հայաստանի տնտեսության վրա առաջին հերթին մեծ ազդեցություն կունենա, այն առումով, որ իր հետ կբերի մեծ տնտեսական ներդրումներ
Դուք գիտեք, որ վերջերս տեղի ունեցավ նաև փոխնախագահ J.D. Vance-ի այցը եւ այդ այցի ժամանակ մի շարք հայտարարություններ արվեցին տեխնոլոգիաներ տրամադրելու առումով, տարբեր ներդրումներ եւ ծրագրեր իրականացնելու առումով, սրանք այս սկսված ծրագրերի, մասնավորապես TRIP-ի տրամաբանական շարունակությունն է եւ հայ-ամերիկյան Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների զարգացման նոր մակարդակի մասին է խոսում, նոր շատ բարձր մակարդակի մասին է խոսում։ Բայց մյուս առումով այստեղ նաեւ քաղաքական լուրջ ձեռքբերում կա, այն առումով, որ Հայաստանը այս ծրագրերի միջոցով, մասնավորապես TRIP-ի միջոցով ձեռք է բերում շատ լուրջ գործընկեր իդեմս Միացյալ Նահանգների, տվյալ դեպքում աշխարհի թիվ 1 տնտեսության եւ հետեւաբար սա նաեւ նոր միջավայր է ստեղծում այլ ներդրողների համար, որովհետեւ մարդիկ երբ որ նայում են, որ Միացյալ Նահանգները նախագահի անունով այսպիսի ծրագիր է իրականացնում, տեխնոլոգիաներ են տրամադրվում Հայաստանին, ընդ որում այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք Միացյալ Նահանգները հաշված երկրների է տրամադրում։ Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները Հայաստան դիտում է որպես լուրջ եւ վստահելի գործընկեր։ Այդ տեխնոլոգիաները ունեն աշխարհի շատ երկրներ։ Վստահ է, որ այդ տեխնոլոգիաները Հայաստանից չեն փոխանցվի այլ երկրների։ Բոլոր այս գործոնների համախումբը թույլ է տալիս մեզ վստահությամբ ասել, եւ դա փաստ է, որ Հայաստանը շատ այլ երկրների համար նույնպես դառնում է վստահելի գործընկեր, իսկ նման դեպքում ներդրումները այլ ծրագրերով նույնպես կհոսեն Հայաստան։ Այսինքն տնտեսական եւ քաղաքական առումով սա լրջագույն ձեռքբերում է։ Դա շնորհիվ վարչապետի գործուն քայլերի եւ խիզախ եւ կամք դրսեւորելու արդյունք է։ Եվ մենք կարճ ժամանակում դրա ուրեմն ձեռքբերումները կտեսնենք եւ հիմա էլ արդեն տեսնում ենք, որովհետեւ հատկապես օգոստոսի 8-ից հետո այնպիսի դրական մթնոլորտ է ստեղծվել Հայաստանում, տնտեսությունը շատ բարձր տոկոսներով աճ է արձանագրում։ Մենք նախորդ տարվա առումով կանխատեսել էինք 5%, մոտավորապես 5% տնտեսական աճ, բայց ամենայն հավանականությամբ դա շատ ավելի մեծ կլինի եւ այս տարի էլ նույնպես դա շարունակվում է։ Տարբեր ուղղություններ հիմա զարգանում են եւ դա նաեւ այս օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերի արդյունք է։ Շատ բարի, բայց ուսանողները կան թե Հայաստանի մեջ, թե Սփյուռքի մեջ, Ամերիկայի մեջ, որ եթե 3 տարի յետք ամերիկյան ընտրություններում, եթե դեմոկրատները շահին, կրնալա, որ այս ամբողջ գործընթացը գենա կամ դարբեր ուղղություն առնե, ինեբաստ Ադրբեջանի կամ ինեբաստ Թուրքիա, որ նույն բաներն են։ Ինչ ապահովություն ունենք, որ այս Թրամփի քաղաքականությունը պիտի շարունակվի, ինեբաստ շրջանի ամբողջական խաղաղության եւ փառքավաճումի։ Դրա պատասխանը շատ պարզ է։ 2024 թվականին, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին տեղի են ունենում ընտրություններ, այն ժամանակ մեր կառավարությունը շատ լավ հարաբերություններ ուներ դեմոկրատական կառավարության հետ եւ դեմոկրատական կառավարության հետ ստորագրեց ռազմավարական համագործակցության փաստաթուղթը եւ Հայաստան Միացյալ Նահանգներ հարաբերություններ բարձրացրեց այլ մակարդակի եւ այն ժամանակ էլ ձեր մատնանշած շրջանակները ինչ էին ասում էին դա հերացող դեմոկրատական կառավարությունն է տենց ձեռքից ստորագրել է հեսա Թրամփի կառավարությունը գա այդ թուղթը գցել է մի կողմ կամ դնել է դարակում եւ դրան ուշադրություն չդարձնի բայց կարծում ենք որ Միացյալ Նահանգները համակարգային պետություն է եւ համակարգերը շատ լուրջ ազդեցություն ունեն քաղաքականությունների վրա եւ ապահովում են այդ քաղաքականությունների շարունակականությունը դա մեկ եւ երկրորդը Թրամփի ուղու ներդրումային ծրագիրը բավականին մեծ է
Դրանք մեծ գումարներ են։ Եվ ես չեմ կարծում, որ մեծ գումարներ ներդնելուց հետո որևէ կառավարության փոփոխությունից հետո այդ բիզնեսը կասի, որ մենք դուրս ենք գալիս այս տարածաշրջանից մեկ, եւ երկրորդը ներդրողներն էլ այնպիսի հզոր ընկերություններ են, որոնք պետք է ապահովեն իրենց բիզնեսների շարունակականությունը, օրինակ Nvidia-ն եւ նմանատիպ ընկերություններ։ Եվ կարծում ենք, որ մենք չգիտենք ինչ ընտրություններ կլինեն 23 թվականի 3 տարի հետո 28 թվականին եւ ինչ փոփոխություններ կլինեն, դա Միացյալ Նահանգների եւ Միացյալ Նահանգների ներքին գործն եւ քաղաքացիների որոշելիքն է, բայց մենք Հայաստան Միացյալ Նահանգներ հարաբերություններում այնպիսի մեխանիզմներ ենք ստեղծում երկուստեք, որոնք թույլ կտան, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները միշտ զարգացում ապրեն եւ մենք դա ապացուցել ենք։ Դա եղել է եւ դեմոկրատական կառավարության օրոք եւ հիմա շարունակվում է արդեն հանրապետականների օրոք։ Քանով Հայաստանի սահմաններու ապահովության Ադրբեջանը բիլիոններ գծախսի 5 բիլիոն գարձեմ աստարվա իրենց բյուջեն ռազմական բյուջեն եւ միշտ կավերցնեն Հայաստանի բարակային հայտարարվեցավ որ Հայաստանի պաշտպանության բյուջեն պիտի նվազի Հիմա ինչպես կբացառեք ասեք Հայաստանը պիտի գրնա ինքնին պաշտպանել նվազած բյուջեով Նախ ուզում եմ ասել որ եւ վերջերս էլ հրապարակվեց որոշ զինատեսակներ որ այս տարիներին Հայաստանի Հանրապետությունը գնել է եւ պաշտպանական շրջաններ, որոնք կառուցվել են։ Բայց սա ես ասում եմ այն կոնտեքստում, որ հարցեր են տալիս, թե նախկինում բյուջեները որ ծախսվել են, ինչի վրա են ծախսվել, եւ օրինակ պետական պարտք, որ ավելացել է, ինչի է ավելացել, մենք հաշվետու ենք մեր քաղաքացիների առաջ եւ ցույց ենք տվել։ Բայց ես համոզված եմ, որ այդ ամենի կարիքը չի լինելու ապագայում, որովհետև թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարել են, որ խաղաղությունը արդեն հաստատված է։ Մենք 2 տարի սրա մասին ապա տեղեկատվություն տարածողները դժվար թե ասեն, բայց որևէ զոհ չենք ունեցել սահմանին։ Սա աննախադեպ մի իրավիճակ է։ Եվ մենք համոզված ենք եւ կարծում ենք, որ թե Հայաստանի Հանրությունը եւ ղեկավարությունը, թե Ադրբեջանի ղեկավարությունը իրենց համար արդեն այդ որոշումը կայացրել են, որ այլևս պատերազմ չի լինելու եւ հայտարարում են դրա մասին, մանավանդ, որ այդ փաստաթղթերը, որոնք ստորագրվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, եղել են Միացյալ Նահանգների պես հզոր երկրի վկայությամբ եւ նախագահ Թրամփի վկայությամբ եւ դրանք եւ այդ հայտարարությունները եւ գործողությունները եւ Միացյալ Նահանգների ներկայացումը այս process-ում երաշխիքներն են, որ այդ process-ները անշրջելի են։ Սրանք գումարվում են նաեւ են, որ Ադրբեջանը որոշում է կայացրել ապաշրջափակել Հայաստան եկող տրանսպորտային ենթակառուցվածքները։ Մենք արդեն առևտուր ենք իրականացնում Ադրբեջանի միջոցով մեր գործընկեր երկրների հետ եւ մենք առևտուր ենք իրականացնում Ադրբեջանի հետ։ Եվ սրանք նույնպես են երաշխիքներն են, որ այս process-ները անշրջելի են։ Դուք գիտեք, որ անցած ամիս նաեւ գերիներից մի քանիսի 4-ի ազատ արձակում եղավ ադրբեջանական բանտերից, սրանք նույնպես process-ներ են, որոնք վկայում են, որ գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում եւ Հայաստանի շուրջ եւ տարածաշրջանում, անշրջելի են եւ խաղաղությունը հաստատված է։ Հիմա Աստված չնե թե պատերազմը ցակի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Ադրբեջանը հարցակի։ Եթե մենք այդպիսի բան չենք քննարկում, որովհետեւ արդեն արձանագրվում է, որ մեզ մոտ անշրջելի գործընթացներ են։ Եվ դրա լավագույն երաշխիքը, որ պատերազմ չի լինի
26 թվականի ընտրություններն են նաև լինելու, որ հանրությունը տեր կանգնի իր խաղաղության եւ ամրապնդի այն։ Եվ մենք կարծում ենք եւ համոզված ենք, որ մեր հանրությունը չի ուզում պատերազմ, եւ մեր հանրությունը տեր է կանգնելու այդ խաղաղությանը, եւ գործողություններն էլ համենայն դեպս, որոնք տեղի են ունենում մեր հանրության մեջ եւ նրանց կողմից, դրա մասին են վկայում։ Բայց եթե ուզում եք ձեր ասեք, Աստված չանի, եթե պատերազմ լինի։ Եթե պատերազմ լա, եւ եթե թավաջանություն չլա, որտեղ ես անձնապես գավադամ եւ ինձ շատ գավադան, որ հայկական բանակը չեր բարդվեր, եթե այդ թավաջանությունները չլային ամեն մայրաթագի վրա։ Չամսր գահտեին, ասեմ չեր բարդվեր եւ մենք այդքան զոհ չենք ունենալ։ Աստված չնետեն ադակփամը բադահի հայկական բանակը այսօր կրնա պաշտպանել մեր հայրենիքը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ պաշտպանության նախարարությունը եւ անվտանգությունն ապահովող մյուս մարմինները արտաքին քաղաքական գերատեսչությունը իրենց գործողություններում ամեն ինչ անում են, որպեսզի նման իրադրություններ չստեղծվեն։ Պաշտպանության նախարարությունը իր հերթին շատ հսկայական ջանքեր է գործադրում եւ միջոցներ բանակի պաշտպանունակությունը մեծացնելու համար։ Վարչապետը իր գործողություններով լուրջ միջազգային նաև եւ արտաքին քաղաքական գերատեսչությունները երաշխիքներ է ստեղծում տարբեր փաստաթղթերի միջոցով, գործողությունների միջոցով նման հնարավորությունները բացառելու համար։ Սա մի քայլանոց գործընթաց չէ, երբ որ ես ասում եմ, որ խաղաղությունը հաստատվելուց հետո այն պետք է փայփայել եւ զարգացնել, հենց սրա մասին եմ ասում։ Այսինքն մեր բոլոր գործողությունները, այդ թվում եւ ներքին եւ արտաքին, պետք է միտված լինեն նրան, որպեսզի որևէ հնարավորություն տարածաշրջանում չստեղծվի նման զարգացումների համար։ Եվ բոլոր այն հայտարարությունները, գործընթացները, ստորագրված փաստաթղթերը, գործողությունները վկայում են նրա մասին, որ նման հնարավորությունները ըստ էության մոտեցված են զրոյի։ Հաջորդ հարցս Հայաստանի արտաքին գործոս նախարար բարոն Արարատ Միրզոյանը ըստ իս անցնող 35 տարիներու մեր լավագույն արտաքին գործոս նախարարն է, ասիկա ես ճակատապած կսեմ եւ պատրաստ եմ ովևէ մեկուն հետ ներառյալ Ոսկանյանին վիճապանի հետ հարց ունեմ որտեղ արդյոք Հայաստանի կառավարությունը իր արտաքին գործոս նախարարության միջոցով ինեբաստ Հայաստանի ապահովության աշխատանքներ կնանի օդար պետություններով որբեսի իբանչալ հարգին մենք կորձինգերներ եւ տաշտագիստներ ունենանք եւ 44 օրյա պատերազմին բես բոլորովին առանցին չմնանք։ Ես համաձայն եմ ձեր դիտարկման հետ, որ մեր կառավարությունում ներկայում ունենք լավագույն արտգործնախարարը մեր պատմության Գներեք ես ասած եմ նաև մեր բարեկամներին բանալին, որ Արարատ Միրզոյանը շատ մեծ է Հայաստանի բզդիկ քաղաքի վզիկ երկրի համար, բայց բարեփոխտապար այդպես է, որտեղ մեր երկիրը ունի սկանչելի արտաքին գործոս նախարարը։ Ես մասնակցությամբ պատմակետ եմ ուսումնասիրություն պատմությունը եւ նաեւ administration բաները եւ գտիդեմ գտեսնեմ որ մեր արտաքին գործոս նախարարը ինչ սկանչել աշխատանք կդանի ամեն կողմ, ինչ դժվար պայմաններում դակ եւ խորհրդարանի մեջ ինտիմատիվներուն զրբարտություններուն ինչպես կպատասխանե հստակ եւ դեղին անստաբես շատ հբարդ եմ որ իմ երկիրս Հայաստանը այդպես արտաքին գործոս նախարարում է։ Այո, ես համաձայն եմ ձեզ հետ եւ արտաքին գործերի նախարարությունը եւ նախարարը շատ հստակ է տանում մեր քաղաքականությունները այդ ոլորտում, կառավարության կողմից նախանշված, վարչապետի կողմից նախանշված եւ մեր արտաքին քաղաքական հաջողությունների մեջ շատ մեծ դերակատարում ունեն եւ ներդրում ունեն եւ սա գալիս է նաեւ պատասխանելու այն հարցին, թե
ինչ է արվում, որպեսզի մենք դաշնակիցներ ունենանք։ Դուք գիտեք, որ նախ մեր ամբողջ գործընթացները արտաքին քաղաքական անվտանգային ուղղված են նրան, որ մեր բոլոր գործողությունները լինեն միջազգային օրենքների եւ իրավունքների շրջանակներում եւ լեգիտիմության շրջանակներում։ Եվ սա մեզ շատ է ուժեղացնում եւ մեր գործընթացները արդյունավետ է դարձնում։ Բացի դա, Հայաստանի Հանրապետությունը վերջին մի քանի տարիներին ռազմավարական համագործակցության փաստաթղթեր է ստորագրել մի շարք երկրների հետ, ընդ որում մի շարք մեծ երկրների հետ եւ հզոր տնտեսություններ եւ անվտանգային համակարգեր ունեցող երկրների հետ։ Եթե արևելքից արևմուտք թվարկենք, դրանք Միացյալ Նահանգներն են, Մեծ Բրիտանիան է, մեր հարևան Վրաստանն է, Չինաստանն է, եւ այս գործընթացը շարունակող է, ես երկրներ հիմա մոռացա, այս գործընթացը շարունակական է։ Եվ այս գործողությունները միտված են նրան, որ մենք այո, նաեւ արտաքին քաղաքական ուղղությամբ հնարավոր լարումների կամ խնդիրների դեպքում ունենանք դաշնակիցներ եւ նաեւ նրանց հետ գործընկերությամբ կարողանանք այդ հարցերին լուծումներ տալ։ Ինչ է ձեր պատկերացումը Հայաստանի մասին ասկե 10 տարի հետք։ 10 տարի հետո դե խաղաղությունը հաստատելուց հետո անհրաժեշտ է իրականացնել արդեն ծրագրեր, որոնք միտված կլինեն մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, մեր քաղաքացիների բարգավաճմանը եւ ըստ էության մենք հիմա շատ մեծ հնարավորություն ունենք օգոստոսի 8-ից հետո ապահովելու մեր տնտեսության թռիչքաձև աճը։ Հայաստանը հիմա ներքին անվտանգության տեսակետից աշխարհի ամենաապահով երկրներից է։ Եվ ես պատահական չասեցի, որ իմ խոսքի սկզբում, որ շատ ամերիկահայեր լինելով ապատեղեկատվության զոհ այցելում են Հայաստանի Հանրապետություն եւ հայտնաբերում են, որ սա միանգամայն այլ Հայաստան է, քան իրենց ներկայացում են լավ առումով, դրական առումով։ Եվ մենք ուզում ենք, որ այս մեր գործողությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը լինի նաեւ աշխարհասփյուր շատ հայերի համար իրենց կյանքի շարունակության հանգրվան բոլոր առումներով։ Այսօր Հայաստանում տնտեսական ազատություններն են շատ բարձր մակարդակի։ Դուք կարող եք օրինակ մեծ բիզնեսի հետ խոսել եւ կհամոզվեք, որ այսօր Հայաստանում կան բոլոր հնարավորությունները ներդրումներ անելու եւ բիզնեսը զարգացնելու առումով։ Մենք այսօր շատ մեծ ներդրումներ ենք անում կրթության մեջ։ 10 տարի հետո մենք ունենալու ենք մի հիասքանչ քաղաք, որը կոչվում է ակադեմիական քաղաք, որտեղ մեր համալսարանները ունենալու են հնարավորություն հասնել են մակարդակին, որ այսօր ունեն միջազգային շատ համալսարաններ։ Այսօր մենք համագործակցում ենք աշխարհի լավագույն համալսարանների հետ, տեխնոլոգիական համալսարանի, կրթական համալսարանների, մշակութային համալսարանների, որպեսզի նրանց ստանդարտները բերենք Հայաստան։ Այսօր մենք շատ մեծ ներդրում ենք անում դպրոցաշինության մեջ, մանկապարտեզների շինարարության մեջ, ենթակառուցվածքների համար, որպեսզի 10 տարի հետո Հայաստանը առնվազն միջին եվրոպական երկրի մակարդակի լինի եւ լինի հարմար երկիր ապրելու համար ոչ միայն հայերի համար, այլ նաեւ օտարերկրացիների համար։ Այսօր մենք այնպիսի տնտեսական զարգացում ունենք, որը աներևակայելի էր օրինակ 7-8 տարի առաջ։ Այսօր մեր տնտեսության մեջ ներգրաված են տասնյակ հազարավոր օտարերկրյա աշխատուժ։ Նույնիսկ 2-3 տարի առաջ այսպիսի իրավիճակը աներևակայել էր։ Սա նշանակում է, որ տնտեսության մեջ կան հնարավորություններ եւ 10 տարի հետո մենք ուզում ենք ունենալ մեր երազանքին մոտ երկիր, որի ճանապարհին ենք հիմա գտնվում
եւ օգոստոսի 8-ն ու խաղաղությունը դրա կարևորագույն նախապայմանն է։ Բարոն Հարությունյան, ինչ պատկան ունիք մեր հերոստատիդողներուն։ Ձեր ոչ չեն վերջին պատկանը, բայց այսօր ինչ պատկան ունիք մեր հերոստատիդողներուն։ Ես ուզում եմ, որ մեր հերոստատիդողները, որոնք Միացյալ Նահանգներում են, հոգևոր եւ շատ այլ կապեր հաստատեն Հայաստանի Հանրապետության հետ։ Իմ այցի նպատակը իրական Հայաստանը ցույց տալն է եւ ես կարծում եմ, որ այս քայլերը նաեւ միտված են նրան, որպեսզի մենք հասնենք մեր ռազմավարությամբ սահմանված գլխավոր նպատակներից մեկին։ 2050 թվականին ունենանք 5 միլիոն բնակչություն։ Եվ մենք կարծում ենք, որ դրա լավագույն միջոցը մեծ հայրենադարձությունն է, որ տեղի կունենա սրա արդյունքում, իսկ խաղաղությունը դրա համար գլխավոր նախապայմաններից է եւ խաղաղությունը հաստատված է Հայաստանում, եւ մենք ուզում ենք, որ մեր հայրենակիցները շատ այցելեն Հայաստան, հաստատվեն Հայաստանում եւ իրանց ապագան կապեն Հայաստանի Հանրապետության հետ։ Շատ շնորհակալ ենք։ Շնորհակալ եմ։ Ձեր սկանչերի քաղաքարներուն համար իրարից ուրախացուցիկ։ Ես մի թիվ կարող եմ ուղղակի ձեզ ասել։ Դրամից։ Ի հավելում են այս տարի, այսինքն 25 թվականի վերջում Հայաստանի պատմության դիտարկումների պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ավելի շատ վերադարձել են Հայաստանի Հանրապետություն, քան լքել են։ Սա առաջին անգամ պատմության մեջ։ Եվ սա լավագույն ցուցիչներից է, որ մեր պետությունը ճիշտ ճանապարհի վրա է, եւ մենք սրանով արձանագրում ենք, որ ներգաղթը սկսվել է։ Եվ մենք կուզենք, որ մեր հայրենակիցները շատ ակտիվ մասնակցեն այդ ներգաղթին եւ վերադառնան հայրենիք։ Դժբախտաբար տարիքս չներեր, որ ես ալ Հայաստան կամ եւին դումաս ունենամ Հայաստանի վերաշինության մեջ, բայց հոս սպիրկի մեջ ինչ որ գրնամ ունել հայրենիքիս համար, իմ քաղաքիս համար, իմ ժողովրդիս համար ես պատրաստ եմ։ Դա էլ է տարբերակներից մեկը, որ օգտագործեք ձեր հնարավորությունները Հայաստանի Հանրապետության համար։ Գմախտեմ, որ ներքախտը ավելի արականա Հայաստանի քիդական դնդեսական եւ այլ մարզերու մեջ հարստիմությունը ավելի արականա եւ ունենան ինչպես պորտուգալիք մեր երազած Հայաստանը եւ ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը լավ ղեկավարությամբ կերնա այդ երազը իրականացնել։ Ես այդտեղ երազած Հայաստան եզրույթը օգտագործեցի, բայց ես ուզում եմ մեր հայրենակիցներին ասել, որ մենք մի բնավորություն ունենք հայերս, որ շատ ենք ապրում ապագայով եւ ներկայով չենք ապրում։ Մի արտահայտություն ունենք, չէ՞, ասում ենք լավ պիտի լինի։ Մեր պատասխանը դրան այն է, որ լավ է, ներկայիս Հայաստանում, իրական Հայաստանում լավ է, բայց մենք կարող ենք հնարավորություններ ստեղծել, որ ավելի լավ լինի։ Եվ չմոռանանք, որ երազը միշտ նախակայլն է քալիք լավագույն օրերում։ Այո։ Մարդիկ ժամանակին երազեցին լուսին ելնել, ամենամարդ խնդաց, ծաղրեցին։ Այսօր լուսինն ենք, վաղմիսօր մեր վիկենդները լուսինի մեջ կնան գանցնել։ Ամենից որ ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը իր մտավորական կարողություններով կերնա այդ սահմանները անցնին եւ լալ շրջանի լավագույն երկիրը, ոչ թե լավագույն երկիրներն մեկը, լավագույն երկիրը, որովհետեւ ես կհավատամ, որ մեր ժողովուրդը, հայ ժողովուրդը աշխարհի լավագույն ժողովուրդն է։ Եթե ոյ մեկ ասորտեմ ուզե հետս վիճապանին, ես պատրաստ եմ։ Եկեք ասենք լավագույններից մեկն է։ Լավ, զիջեմ ատնասը ցեզ։ Okay։
ստացվեց։ Շատ շնորհակալ Ես եմ շնորհակալ Եվ հրավերի հաջողություն համար։ ձեզի։ Մենք պատրաստ ենք ինչով որ գրնանք Հայաստանին եւ հայ ժողովրդին օգտակար լինել, պատրաստ ենք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հաջողություն ձեզ։ Հաջողություն։